Միացյալ Նահանգները եւ Իսրայելն այսօր առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Հայաստանի արտգործնախարարությունը Իրանում եւ Իսրայելում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները։ Իրանական դպրոցին հասցված հարվածի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Իրանի հետ հակամարտության սրումը Իսրայելի պաշտպանության բանակին հարկադրել է 70,000 պահեստազորայինների զորահավաք անցկացնել։ Ադրբեջանը չի փոխվել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հավաք Երևանում։ Հայաստանում աշխատանք կա, աշխատող չկա, թե հակառակը։ Շիրակի մարզում 100-ից ավելի բեռնատարներ բքի պատճառով չեն կարողանում անցնել ջաջուրի ոլորաններով։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ ԱՄՆ-ն եւ Իսրայելն այսօր առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին, պայթյուններ են որոտացել երկրի ռազմական եւ վարչական մի շարք օբյեկտների մոտակայքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարելով Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին այլ ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը եւ թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։ Իր հերթին Իրանը հարվածներ է հասցրել Քաթարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանի Մինաբ քաղաքի տարական դպրոցին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, եւս 92 մարդ վնասվածքներ են ստացել։ Նախկինում հաղորդվել է, որ սա աղջիկների համար նախատեսված տարական դպրոց է եղել։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ Թել Ավիվը կրկին ձեռնամուխ են եղել վտանգավոր արկածախնդրության։ Իսրայելն օդային հարվածներ հասցրեց Իրանի տարբեր հատվածներին։ Մայրաքաղաք Թեհրանից բացի պայթյուններ որոտացին Սպահանում, Թավրիզում, Ղոմում, Քարաջում, Քերմանշահում։ Հրթիռային հարվածների թիրախում եղել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի նստավայրը։ Իրանական լրատվամիջոցները սակայն տեղեկացրին, թե հոգևոր առաջնորդը Թեհրանում չի եղել։ Միջազգային լրատվամիջոցները իրենց հերթին տեղեկացրին, թե մահափորձ է կատարվել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի դեմ։ Իրանի նախագահի աշխատակազմի իրազեկ աղբյուրների տվյալներով, սակայն Փեզեշքյանը ապահով վայրում է։ Իսրայելական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին նաև, որ սպանվել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնեցին, հրթիռային հարվածներն Իրանին հիմնականում հասցվել են Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, թե Իրանին կանխարգելիչ հարվածներ են հասցրել եւ Իրանի դեմ ռազմական գործողությանը տվել են առյուծի մռնչոց անվանումը։ Իսրայելը փակեց օդային տարածքը։ Այդ երկրի պաշտպանության բանակը երկրի բնակիչների քաղաքացիների բջջային հեռախոսներին նախազգուշացնող հաղորդագրություններ է ուղարկել, մարդկանց հորդորելով մնան ռմբապաստարաններին մոտ պահպանվող տարածքներում։ Ժամանակն է, որ իրանցի ժողովրդի բոլոր շերտերը, պարսիկները, քրդերը, ադրբեջանցիները, բելուջները եւ ահվազիները թոթափեն բռնապետության լուծը եւ ստեղծեն ազատ ու խաղաղության ձգտող Իրան։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Իրանի դեմ գործողությունն անվանեց էպիկական զայրույթ։ Թրամփը կոչ է արել Իրանի անվտանգության ուժերին ու ոստիկանությանը վայր դնել զենքեր, այլապես ըստ ԱՄՆ նախագահի նրանք կկանգնեն անխուսափելի մահվան առաջ։ Իրանի ժողովրդի ազատության ժամը մոտենում է։ Մնացեք ձեր տներում եւ դուրս մի եկեք։ Փողոցները վտանգավոր են։ Երբ մենք ավարտենք, դուք կղեկավարեք ձեր սեփական կառավարությունը։ Պիտի հասկանանք, թե որն է նպատակը։ Նպատակը Իրանը մասնատելն է, թե նպատակը Իրանում իշխանափոխություն իրականացնելն է եւ ռեժիմը վերացնելն է, որպեսզի Իրանը դառնա ավելի թափանցիկ ժողովրդավարական երկիր։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ամեն ինչ անելու են, որպեսզի Իրանում այդ փոփոխությունները տեղի ունենան։ Ավելի մեծ հավանականություն կա այս կամ այն գործիքակազմի միջոցով Իրանում հասնել որոշակի պետական համակարգի փոփոխության։ Իրանի ղեկավարությունը հայտարարեց ու անցավ հակահարվածի, խոստացավ պատասխանը կլինի ջախջախիչ։
Իսրայելի հյուսիսում Իրանի բալիստիկ հրթիռների հարձակումից հետո տագնապի ազդանշաններ են հնչել։ Իրանական հրթիռները հարվածել են Կատարում գտնվող ամերիկյան Al-Udeid ռազմաբազային։ Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ որսացել է միայն 3 հրթիռ, մնացածը հարվածել են իրենց նշանակետին։ Բահրեյնում գտնվող ամերիկյան բազան ևս ենթարկվել է հարձակման, եւ Հորդանանում հնչել են օդային հարձակման ազդանշաններ։ Երկու երկրներում էլ գտնվում են ամերիկյան ռազմական բազաները։ Իրանը հրթիռները արձակել նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի Աբրահամ Լինքոլն միջուկային ավիակիրի ուղղությամբ, հաղորդեց Վահենի Աբազրևացյելը։ Իրանը ունի հիպերձայնային արագության հրթիռներ, որը ոչ ավիակիրները, ոչ երկաթգմբեթը չէ կարող որսել, որտեղ արագությունը շատ բարձր է, հետագիտը պարզվի, չեմ բացառում, որ Իրանը կարող է պատասխանել Իսրայելի տարածքում գտնվող 2 մեծ քիմիական գործարանի, անապատում գտնվող միջուկային ռեակտորին եւ 2 մեծ էլեկտրակայաններին։ Այդ 5 օբյեկտին, եթե հարվածեց Իրանը, հիպերձայնային արագության պատերներում, առավելս խիստ վտանգավոր է անապատում գտնվող միջուկային ռեակտորը։ Եթե ռեակտորի քամի ուղղությունը ճիշտ հաշվարկեցին եւ դա պայթեց, Չեռնոբիլը 2 լինելու։ Տեղեկություններ տարածվեցին, որ հարվածներ են հասցվել նաև Չաբահարին, որը Հորմուզի նեղուցը շրջանցող պատուհան է եւ դեպի Միջին Ասիա, Չինաստան ու Աֆղանստան տանող տարանցիկ հանգույց։ Ըստ լրատվամիջոցների այնտեղ եւս տեղակայված են Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի եւ Իմամ Ալի անվան բազան։ Այն պատկանում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերին։ Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցն է դարձել իսրայելական ուժերի թիրախ, 5 աշակերտուհի է զոհվել։ Ըստ ռազմական փորձագետների, ամերիկա-իսրայելական հարվածների հիմնական կենտրոններ Թեհրանը, Սպահանը, Թավրիզը, Բուշերը շատ ավելի մոտ են Հայաստանին։ Իրանի դեմ պատերազմական երկարաժամկետ գործողությունների դեպքում 100 հազարավոր ներգաղթողներ կլինեն Հայաստան, նաև Ադրբեջան։ 100 հազարավոր մարդ, որի դեմը Հայաստանը սկզբունքորեն չի կարող առնել, գալու են Հայաստան։ Եթե այդ գործողությունները տեղի ունենան կարճ ժամանակապակ ժամանակահատվածի մեջ, ապա ազդեցությունը Հայաստանի Հանրապետության վրա մինիմալ կլինի։ Թուրքիան ջանքեր է գործադրում չընդունել իր երկիր իրանցի փախստականներին։ Այդ երկիրն արդեն իր սահմանների երկայնքով կանխարգելիչ միջոցառումներ է սկսել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իրանի ժողովրդի դեմ իրագործվող այս հանցագործությունները անպատասխան չեն մնա, այս մասին գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Այս ավերված շենքը աղջիկների նախակրթարան է, հրետակոծվելուց հետո այնտեղ տասնյակ անմեղ երեխաներ են մահացել։ Թեհրանի Պաղեստինի հրապարակում անցկացվող հանրահավաքի մասնակիցները դատապարտել են Իրանի վրա ԱՄՆ եւ Իսրայելի հարձակումը, հանրահավաքը ընթացել է ոչ մի փոխզիջում, ոչ մի կապիտուլյացիա, պայքար Ամերիկայի դեմ վանկարկումներով։ Պայթյուն է որոտացել Հորդանանի Մուքավ Ալ-Սալթի ավիաբազայում, նշյալ ավիաբազան Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի կարևորագույն ռազմական օբյեկտներից է, որը վերջին շաբաթներին ծառայել է որպես ամերիկյան լոգիստիկ կենտրոն։ Իրանի հետ հակամարտության ստրման պատճառով Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է 70,000 պահեստազորայինների զորահավաք անցկացնել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում ասվում է այս մասին։ Արտաքին գործերի նախարարությունը նաև հավելել է, որ շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը եւ ըստ անհրաժեշտության հանդես է գալու տեղեկատվության թարմացմամբ։ Հայաստանի արտգործնախարարությունը Իրանում եւ Իսրայելում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում է պահպանել անվտանգության կանոնները եւ խստիվ հետևել պաշտոնական ցուցումներին։ Արտաքին գերատեսչությունը նաեւ Իրանում Հայաստանի դեսպանության թեժ գծի հեռախոսահամարներ է հրապարակել։ Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակում իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները անդրադարձել են նաև Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։
Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու առնչությամբ Իրանի արտգործնախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի նախագահին և խորհրդի անդամ երկրներին կոչ է արել կատարել իրենց պարտականությունները և անհապաղ միջոցներ ձեռնարկել միջազգային անվտանգության ու խաղաղության դեմ գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի ագրեսիայի արձագանքը Իրանի օրինական իրավունքն է, Իրանի հարցով անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու կոչով է հանդես եկել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Իրանին աջակցելու նպատակով Եմենի հուսիները որոշել են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ վերսկսել նավագնացության ուղիների և Իսրայելի վրա հարձակումները։ Հիշեցնեմ, Թրամփի վարչակազմի հետ հոկտեմբերին կնքված համաձայնագրի շրջանակում հուսիները դադարեցրել են Կարմիր ծովի նավագնացության երթուղու վրա իրենց հարձակումները։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմը տարածած հայտարարության մեջ հերքել է Անկարայի մասնակցությունը Իրանի դեմ ծավալված գործողություններին։ Սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները այդ մասին որակելով լիովին անհիմն և ապատեղեկատվություն։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թուրքիան իր օդային, ցամաքային կամ ծովային ուժերը, այդ թվում օդային տարածքը, օպերատիվ նպատակներով որևէ կողմի չի տրամադրում, ինչը երկրի արտաքին քաղաքականության և անվտանգության հիմնարար սկզբունքներից է։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության ավիացիան մասնակցում է Մերձավոր Արևելքում Իսրայելի և ԱՄՆ բազաների վրա իրանական հարվածների հետ մղմանը։ Իրանը կարող է հիմա վերջ դնել այս ամենին, նրանք պետք է զերծ մնան հետագա հարձակումներից, հրաժարվեն իրենց զենքի ծրագրերից և դադարեցնեն Իրանի ժողովրդի դեմ սարսափելի բռնությունն ու ճնշումները։ Դուբայում նոր պայթյուններ են հնչել, լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Դուբայի 5 աստղանի հայտնի հյուրանոցներից մեկի մոտակայքում ընկած իրանական հրթիռը այրում հարակից շինությունները։ Դուբայի միջազգային և Ալ-Մակթում օդանավակայանները դադարեցրել են բոլոր ուղղություններով իրականացվող չվերթներ, ուղևորներին խորհուրդ է տրվել մինչև հետագա ծանոթումը զերծ մնալ այդ օդանավակայաններ մեկնելուց։ Հաջորդ թեմաների մասին այսօր Սումգայիթյան ջարդերին զոհ գնացածների հիշատակի օրն է։ Տխուր տարելիցի առիթով քաղաքացիները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղակայված Խաչքար հուշարձանին ծաղիկներ են խոնարհել և խնկարկել զոհվածների հիշատակը։ Հիշեցնենք 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը Բաքվից 20 կիլոմետր շռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով։ Պաշտոնական տվյալներով զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը մի քանի 100 է։ 88-ի փետրվարյան ցրտաշունչ այս օրերին Սումգայիթի փողոցներում բղավում էին մահ հայերին։ Սրանք մինչևի ու հետոյի բաժանարար գիծ դարձող օրեր էին քաղաքի հայ ընտանիքների կյանքում։ Ադրբեջանցիները մինչև ատամների ծայրը զինվել էին, դանակ ու կացին ձեռքներին առել, քարտեզագրել հայերի տները և ուղղություն վերցրել նրանց հետևից, սպանելու, կանանց բռնաբարելու և բնակարանները թալանելու։ Սա խորհրդային Ադրբեջանի իշխանությունների առաջին արձագանքն էր բռնի ուժով ճնշելու Արցախի ժողովրդի ազատ կամ արտահայտությունը։ Առաջինը Սումգայիթը դարձավ նրանց թիրախը, արյունալի հանցագործություններով փորձում էին զսպել հետզհետե ուժ գնացող արցախյան շարժումը։ Պատահական չէր, որ Բաքվից ջրցան մեքենաները բերում էին եւ Սումգայիթի արյունոտված ասֆալտը լվանում էին, ինչը Սումգայիթը իր սեփական ջրցան մեքենաներով չէր կարող այդ process անել, այսինքն այնտեղ ահավոր բան է եղել։ Մինչև 50 ոճրագործից բաղկացած ադրբեջանական ավազակախմբերը աննկարագրելի դաժանությամբ էին սպանում հայերին, որտեղ էլ նրանց հանդիպեին հանրային տրանսպորտում թե սեփական տանը։ Բարձրահարկերից ցած էին նետում, փողոցներում բռնաբարում երիտասարդ աղջիկներին մարդկանց աչքի առաջ, այդ թվում խորհրդային ու տեղական իրավապահների, որոնց լիակատար անգործության պայմաններում էլ տեղի ունեցան ջարդերը։ Սոսկալի օրերի մասին վկայում են ադրբեջանցի ականատեսները։ Աղջկան բռնաբարեց
տեսրեցին, տղամարդկանց գետնին էին գցել, ոտքերով տրորում ու խեղդում էին։ Ես չեմ ուզում Ադրբեջանուհի լինել։ Տեղի ունեցածից հետո սիրտս ցավում է այդ ազգին պատկանելու համար։ Նախորդ դարավերջի Սումգայիթյան կոտորածը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը։ Խորհրդային Ադրբեջանում հայերի որս սկսվեց, բարձր մակարդակով էր որոշումը, ոչնչացնում էին երկրորդ պետականակիչ ազգին։ Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի հայերին իր թիրախում առավ թուրք-ադրբեջանական ցեղասպան խումբը, անպաշտպան մարդիկ գազազած ամբոխի ձեռքում։ Ինչև որս այդպես էլ պարզ չէ, հստակ թիվ չկա, նրանցից քանիսը զոհ գնաց։ Ողբերգությունների իրական չափերն առ այսօր անհայտ են այնպես, ինչպես հազարավորների ճակատագրերը մնացին։ Խորհրդային Միության պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ մասնագետների տեղեկություններով 1000-ից ավելի հայի են սպանել ջարդարարները, որոնց մեծ մասին խոշտանգումների ու կտկանքների ենթարկելուց հետո։ Այն որ Սումգայիթի ջարդերը, Բաքվի ջարդերը, Կիրովաբադի ջարդերը, այնուհետև Արցախում տեղի ունեցած իրադարձությունները, դրանք մեկ միասնական քաղաքականության առանձին դրվագներ են, դա անկասկած է եւ չեմ բացնում, նման դում ունեցել են մի տարածքում, Արցախի տարածքում վերացնեն հայկական հետքը։ Սա դասական առումով հենց ցեղասպանության հանցագործությունն է։ Ինչ վերաբերում է այստեղ արդեն Հայաստանի կողմից կատարվելիք կամ նրա ժամանակին պիտի որ կատարվեր որոշակի գործողություններ, այո, կարծում եմ, որ պետությունը թերացել է այս առումով 30 տարուց ավել մեր հնարավորություն այդ հարցը որոշակի իրավական գործիքակազմով միջազգային այդ հարցություններում բարձրացնելու, դա իրական գնահատականը ստանալու, բայց չի արել։ Ոճրագործությունից 38 տարի անց հատուցում չկա։ Միջազգային հանրությունն էլ կոնկրետ գնահատական չի տվել հայերին կոտորելու հերթական այս ծրագրին, եւ հիմա թվացial խաղաղության այս օրերում մասնագետների գնահատմամբ որևէ փոփոխություն չկա ցեղասպանների նպատակներում։ Նույն թուրքը զինանոցը լցնելով խաղաղություն է խաղում տնավորված ինքնիշխան Հայաստանի հողերում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է։ Հայաստանում աշխատանք կա, աշխատող չկա, թե հակառակը։ Շիրակի մարզում 100-ից ավելի բեռնատարներ բքի պատճառով չեն կարողանում անցնել ջաջուրի ոլորաններով։ Թողարկումը Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Աֆղանստանում տեղակայված թալիբների դիրքերին, աղվանցի զինվորականների շրջանում ավելի քան 270 զոհ եւ 400-ից ավելի վիրավոր կա։ Հարձակման թիրախում է հայտնվել նաեւ Քաբուլը, Իսլամաբադից հայտնել են, որ պակիստանցի զինվորականների շրջանում եւս կան տուժողներ, հաղորդվում է 10-ից ավելի զոհի եւ շուրջ 30 վիրավորի մասին։ Հարձակմանի պատասխան Աֆղանստանը հարվածներ է հասցրել պակիստանյան կարևոր օբյեկտներին, այդ թվում բազաներին։ Լուրեր են շրջանառվում, որ Պակիստանում միջուկային կենտրոն է թիրախավորվել, կան զոհեր եւ վիրավորներ։ Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Նեսկուչնոյե բնակավայրը, այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գործողություն իրականացրել են Հյուսի զորախմբավորման ստորաբաժանումները, բացի այդ ըստ նախարարության ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի համար օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերին։ Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինայի տնտեսության աջակցման համար 4 տարով 8 միլիարդ 100 միլիոն դոլար վարկ տրամադրելու որոշումը հաստատել է։ Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ գումարից 1.5 միլիարդ դոլարը տրամադրվելու անմիջապես։ Հիշեցնեմ, նշված վարկը Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման եւ ֆինանսական համակարգի կայունացման համար հատկացվելիք 136.5 միլիարդ դոլար արժողությամբ միջազգային օգնության փաթեթի մի մասն է։ Հունգարիան անպայման կճեղքի դրուժբա խողովակաշարով Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի տարանցման դադարեցումից հետո առաջացած նավթային շրջափակումը։ Հայտարարելով այս մասին Հունգարիայի վարչապետ Օրբանը նաև հավելել է, որ պայքարը բարդ է լինելու, քանի որ ուկրաինացիները ամեն ինչի պատրաստ են։ Նա հիշեցրել է 2022 թվականի իրադարձությունները, այն օրերին պայթեցված հյուսիսային հոսք գազատարը։ Դրուժբա խողովակաշարը կենտրոնական Եվրոպայի երկրներ, այդ թվում Հունգարիա, ռուսական նավթի
մատակարարման առանցքային ուղիներից է։ Ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո էներգառեսուրսների տարանցումը բազմիցս դարձել է քաղաքական եւ տնտեսական վեճերի առարկա։ Դրուժբայի հարավային ճյուղով ռուսական նավթ ստացող Հունգարիան բազմիցս հայտարարել է, որ երկրի տնտեսությունը մեծապես կախված է այդ մատակարարումներից։ Թերևս նաև դա է պատճառը, որ Բուդապեշտը պարբերաբար դեմ է արտահայտվում նաև Մոսկվայի դեմ էներգետիկ պատժամիջոցների ընդլայնմանը։ Կիևի գործողությունները համարում եմ Հունգարիայի վրա ճնշման ձև։ Հիմա պետք է հաղթել այս ճակատամարտը։ Զելենսկին չպետք է վերջինը ծիծաղի։ Զելենսկին չի կարող շանտաժի ենթարկել Հունգարիային։ Հունգարիան մերժում է Զելենսկու պահանջները եւ մենք անպայման ճեղքելու ենք նավթային շրջափակումը։ Դա շատ լուրջ պարտավորություն է։ 2025 թվականին 2017-ի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումը աճել է գրեթե եռապատիկ։ Վարչապետ Փաշինյանն է առավոտյան թվեր հրապարակել, ըստ որի եթե 2017 թվականին գիտության ոլորտին հատկացվել է 14.3 միլիարդ դրամ գումար, ապա 2025 թվականին այն փաստացի հասել է 42 միլիարդի։ Նշված գումարն օգտագործվել է ատեստավորման միջոցով աշխատավարձերի բարձրացման եւ սարքերի սարքավորումների ձեռքբերման համար։ Օրինակ, լաբորանտ կամ ճարտարագետի աշխատավարձը 67,000 նախկինի փոխարեն դարձել է 138,000 դրամ, այսինքն կրկնակի աճել է։ Ավագ լաբորանտի աշխատավարձը 76,000-ից դարձել է 179,000 դրամ, կրկնակիից ավել աճել է։ Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 85,000 դրամից դարձել է 210,000 դրամ, կրկնակիից ավել աճել է։ Հայաստանում աշխատանք կա, աշխատող չկա, թե հակառակը, ըստ վիճակագրության այսօր 3000-ից ավելի թափուր աշխատատեղ կա, բայց դրան զուգահեռ տասնյակ մարդիկ էլ աշխատաշուկայում աշխատանք են փնտրում։ Գործատուների հայտարարության մեջ էլ մի շեշտում են տարիքը, հատկապես կանանց մինչև 35 տարեկան։ Պրոֆեսիոնալներ աշխատաշուկայում տեղ չունեն, էժան աշխատուժն էլ ստեղծում է որակի բացակայություն։ Այսպիսով Հայաստանի աշխատաշուկայում խնդիրը ոչ թե աշխատատեղերի բացակայությունն է, այլ հմտությունների, սպասումների և առաջարկների անհամապատասխանությունը։ Հայաստանում ըստ արձանագրված վիճակագրական տվյալների այսօր կա 3000-ից ավելի թափուր աշխատատեղ, սակայն դրան զուգահեռ տասնյակ հազարավոր մարդիկ էլ շարունակում են աշխատանքի փնտրտուքը։ Ինչով է պայմանավորված աշխատաշուկայում առաջացած հակասական այս իրավիճակը։ Միասնական սոցիալական ծառայության տվյալներով այս պահին առկա է 3136 թափուր աշխատատեղ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով պահանջարկը հատկապես բարձր է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ անհրաժեշտ են համապատասխան կրթություն ու մասնագիտական հմտություններ ունեցող կադրեր։ Սակայն կան նաև բարձր որակավորում չպահանջող տասնյակ եւ հարյուրավոր հաստիկներ։ Խոսքը վերաբերում է արտադրություններին, գործարաններին, ինչպես նաև երևանամերձ տարածքներում գործող ձեռնարկություններին, որոնց այդպես էլ չի հաջողվում գտնել համապատասխան աշխատողներ։ Աշխատանք կա, չլրացվող հաստիկների պատճառը միայն աշխատավարձը չէ։ Հաճախ խնդիրը աշխատանքի առանձնահատկությունների, հեռավորության կամ հմտությունների պակասի մեջ է։ Օրինակ, մենք չունենք այնպիսի մասնագիտություններով մասնագետներ, ինչպիսիք են օրինակ կռունկաբար, հանքափոր, հաստոցի մոտ աշխատող, խառատ, սոդող, էլեկտրիկ, սրանք մասնագիտություններ են, որոնք մոդայիկ չեն, եւ փաստորեն դրանց մասով մենք ունենք թափուր աշխատատեղեր են իմաստով, որ մասնագետ էլ չունենք դրա վերաբերյալ։ Նշանակում է, որ միջին մասնագիտական հաստատություններում մենք ունենք մասնագիտություններ, որոնք փաստորեն պետք են, բայց չկան։ Մինչդեռ 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում ավելի քան 53,000 աշխատանք փնտրող է հաշվառվել։ Ստացվում է առաջարկն ու պահանջարկը միմյանց չեն համապատասխանում։ Խնդիրը շատ ավելի խորքային է։ Նորաբարդ երիտասարդը կարող է սկսել նվազագույնից ոչ պակաս աշխատավարձով, դիտարկելով դա որպես ներդրում սեփական հմտությունների զարգացման մեջ։ Միաժամանակ գործատուները պետք է ապահովեն արժանապատիվ եւ արդար աշխատանքային պայմաններ։ Նախկինում շատ ավելի մոդայիկ էր ունենալ պարզապես դիպլոմ, չգիտեմ, իրավաբանի, ֆինանսիստի, տնտեսագետի եւ լինել գործազուրկ փաստորեն։ Հիմա մի քիչ ավելի այլ է, հատկապես այն բոլոր տեղերում, որտեղ կարիերայի կենտրոնները կամ մասնագիտական կողմնորոշման կենտրոնները կարողանում են կողմնորոշել ապագա ուսանողին, նրա ծնողներին, ոչ միայն ուսանողներին, որովհետեւ շատ դեպքերում նաեւ ծնողների հետ պետք է աշխատանք տարվի, որպեսզի երեխան պահանջարկված աշխատանք ունենա։ Այսպիսով Հայաստանի աշխատաշուկայում խնդիրը ոչ թե աշխատատեղերի բացակայությունն է, այլ հմտությունների, սպասումների ու առաջարկների անհամապատասխանությունը։
համապատասխանությունը։ Պետությունն ու գործատուները խոստանում են շարունակել ծրագրերը, առաջարկն ու պահանջարկը միմյանց մոտեցնելու համար։ Ձեռնարկվելիք այդ քայլերը կնվազեցնեն գործազրկությունը եւ կլուծեն արդյոք տարիների թափուր մնացող հաստիկների խնդիրը։ Հարցը մնում է բաց։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ 40 երկրի 450 մարզիկներ եւ մարզիչներ Հայաստանում են։ Երևանում առաջին անգամ անցկացվում է սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Միջոցառման պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը դառնում է Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների համար արդեն սովորական վայր։ Փաշինյանը համոզված է, որ այս առաջնությունները մեծապես կնպաստեն տվյալ մարզաձևերի զարգացմանը Հայաստանում։ Համոզված եմ, որ ամեն առաջնության դրական տպավորությունը, իսկ գոնե այս պահի դրությամբ մենք չենք ունեցել մի առաջնություն, որ որևէ նեգատիվ նստվածք թողի իր հետևից կամ Հայաստանում կամ մասնակիցների շրջանում, ինչը նշանակում է, որ մենք առաջիկայում նորանոր առիթներ կունենանք հանդիպելու տարբեր առաջնություններում։ Եվս թողարկման վերջին լուրը Շիրակի մարզում 100-ից ավելի բեռնատարներ բքի պատճառով չեն կարողանում անցնել ջաջուրի ոլորաններով, այդ իսկ պատճառով էլ պարեկները Շիրակի մարզից դեպի Լոռու մարզ ժամանակավորապես դադարեցրել են բեռնատարների տեղաշարժը։ Ավելի ուշ պարեկները սկսել են տասական բեռնատարների ուղեկցել դեպի Լոռու մարզ։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։